Գոհություն հարգարժան դատարան, երբ որ հանրային մեղադրողները ներկայացնում են մեզ որպես հանցավոր խումբ, ապա բնականաբար այդ խումբը պետք է մեկը մյուսին ճանաչի։ Ես եւ Վահագն Չախալյանի եւ ներկա գտնվող անմեղներին 10-ից ավել մարդու դատական նիստերի դահլիճում են ճանաչել։ Եվ այսօր ընդհանուր առմամբ, երբ որ ոչ մեկ մեղադրանքը, այսպես ասած, չի ընդունում մեղադրանքները, ոչ մեկ չենք ընդունել, չենք արել նման բաներ, մի մասը գտնվում է վարչական հսկողության տակ, իսկ մի մասը բանտերում այսօր ինչպես Բագրատ Սրբազան ու Վահագն Չախալյան, մի քիչ տրամաբանությունից շեղված է, էլի, որ եթե հանրային մեղադրողներին պաշտպանները փորձում էին ամեն կերպ համոզել, որ ներկայացնեն յուրաքանչյուրի կատարածը, իսկ իրանք ասում են բոլորը կատարել են, բոլորին վերաբերվում է։ Եթե բոլորը նույն բանի մեջ է մեղադրվում, ո՞նց է կեսը այս ձևի ակրում խափանման միջոցը, կեսը մի այլ ձևի։ Տրամաբանություն չկա, էլի կխնդրենք, որ մեր հարգարժան Չախալյանին թույլ տալ զբաղվի իր ընտանիքի հարցերով, էլ այսքանը շնորհակալություն։ Մի բան էլ ես ավելացնեմ, այդ պատվարժան դատարան դուք անընդհատ հարցադրումներ ձեզ տալիս հասկանում, որ ըստ էության իրավաչափության պայմանների փոփոխությունն եք ուզում հասկանալ, բայց պաշտպաններից պարոն Համբարձումյանը շատ տեղի նշեց, որ փոխվել է իրավաչափության պայմանը այնքանով, որքանով մեղադրող կողմը արդեն իսկ ասել է, թե կոնկրետ որ ապացույցով ինչ փաստ է ասում։ Հիմա եթե տեսականորեն տեսնում ենք, որ ինչ-որ ռիսկ կա, որ կարող է որոշակի խոչընդոտ լինի, կոնկրետ վկաներին թվարկվել է, թե կոնկրետ վկաներով ինչ ապացույց, ինչ փաստ է հաստատում, ըստ իրենց թվարկվել է։ Հիմա դատարանն էլ եթե գտնում է, որ այո նշված է դրանով, թե որ փաստերն են հաստատվում, որ անձը առնչություն ունի պարոն Չախալյանի հետ, կարող է ուղղակի սահմանափակում դնել ուղիղ չշփվել այդ մարդկանց հետ։ Այսինքն այս պայմանությամբ դուք արդեն այդ հնարավորություն ունեք, հետևաբար անգամ վարչական հսկողությունը գտնում է, որ բավարար է։ Պատվարժան դատարան ինչ վերաբերում են այդ իրավական նոր հանգամանքներին, նախորդ դատական նիստում էլ նշվեց,